Allez, hop là! Եկավ նա եկավ։ Ողջույն Մաքս։ Մեր տաղարում ծաղրացու Մաքսն է։ Վոու։ Ինչ օրագան։ Ես եմ մասնակցեմ, Ինա դու էլ ինչ-որ բան պետք է Այդ որտեղ եք պահում։ Փորձեմ։ Հոպլա, ես փոքր ժամանակ գնացել եմ, չգիտեմ ուր, բայց ստացվեց։ Աստվածի։ Ինա։ Գնդակները շատացան։ Տեսել եք կարելի։ Նայելուց եմ կճիճվում, ոնց կարելի է այս ամեն ինչը անել։ Կեցեք Մաքս, համեցեք։ Ոնց եք։ Լավ, բարև ձեզ։ Վայ, ինձ թվում էր ծաղրացում։ Ինչ լավ է։ Անես լավ եկաք, փոխեցիք մեր տրամադրությունը ու նույնիսկ էներգետիկա մեր տաղավարի։ Շատ շնորհակալություն, որ դուք մեր տաղավարում եք, եւս մեկ անգամ հիշեցնեմ, Սիլվիա Ծաղրացու Մաքսն է մեր տաղավարում, ու մենք կունենանք շատ այսպես ուրախ հարցազրույց։ Բարդ հարց մի հատ տամ, էլի, իրականում ինձ համար շատ կարևոր է այդ հարցը, ու միշտ ուզեցել եմ տամ։ Ինչ է առասարակ կրկեսով զբաղվող մարդկանց համար կրկես հասկացողությունը։ Կրկեսը դա մի կյանք է, որտեղ ամեն ինչ շատ սիրուն է, ուրախ է ու իմ մասնագիտությամբ ես փորձում եմ, որ ամեն ինչ անեմ, որպեսզի երեխաները, մեծերը ուրախանան, զվարճանան, զարմանան։ Ձեր առաջին ելույթը հիշում եք։ Իմ առաջին ելույթը միշտ բանը պատահական եղավ, որ հայտնվեցի արենայում։ Մեր ընկերներից մեկը գնաց բանակ ու ես իրան պետքա փոխարինեի ու այդ պատասխանատվությունը ոնց որ գրեցի ես ու այդ օրվանից արդեն աշխատեցի։ Քանի տարի է արդեն։ 2004-5 թվից։ 4-20 տարի։ Այո։ Ծաղրացուները առասարակ սցենար ունեն, հստակ ինչ-որ գծած մի պլան, որով որ նրանք շարժվում են առաջ, թե ամեն վարքյան գուցե ինչ-որ մի բան փոխվի եւ դառնա իմպրովիզ։ Սցենար ունեն, իհարկե ունեն, համարներ ունեն մտածած, որ պետքա դրանով աշխատեն, բայց այդ տեղում ինչ-որ փոփոխություններ կամ բաները լինում է շատ է լինում ու այտենց զվարճալի ավելի ստացվում։ Նաև կախված է կարծեմ հանդիսատեսից։ Այո։ Թե ինչպես լինում են շատ խիստ հանդիսատես, լինում են, չզվարճացող, բայց ամեն ինչ փորձում եմ այնպես անեմ, որպեսզի որ հնարավորինս, որ զվարճանան, ուրախանան։ Հիմա դուք եկաք մեր տաղավար, մենք շատ լուրջ հաղորդավարներ լինեինք ու ոչ մի ռեակցիա չտայինք, ինչ էիք անելու։ Դե նման դեպքերում փորձում եմ ամեն ինչ անեմ, հնարավորինս իմ շարժումները, իմ համարները Արեցիք, հնարքները, ամեն ինչ արեցիք, մենք այն չար երեխաներից ենք, ոչ մի ձև չենք նեղանում թողնում գնում եք, չէ։ Չէ, չեմ նեղանում գնում, բայց այն որ ես այդ ամեն ինչին համակերպում եմ ու ընդունում եմ ունենց ոնց որ կամ, որտեվ երեխաներն էլ կես ուրախանում են, կեսը չեն մասնակցում, որտեվ չի հետաքրքրում ծաղրացուն, իրանք իրանց հեռախոսի մեջ են, որ չեմ զարմանում ոչ մի իրադարձություններում, այո։ Այն մեկը կարող է բանը վախենա։ Այդ է ուզում ասել, շատ են վախեցողները։ Վախեցողները ճիշտն ասած, հիմա այդքան շատ չեն վախենում, վախենում են նու ավելի այդ շուտ, մի 15-17 այդ տարիներին սարսափ ֆիլմերից էր պատճառը, որ ծաղրացուները սովորաբար միշտ սարսափ ֆիլմերում են հանդես գալիս ու մեզ կարա ստիպում են ենթագիտակցանը, որ մենք հարցերս կարծես տալիս Ռուբեն, դու վախեցել ես փոքր ժամանակ։ Ես չէ։ Լավ։ Հիմա չեմ վախենում, հիմա ոնց որ ավելի շատ ինֆորմացված են, երևի համացանցերով, որ նայում են կամ բան,
ոնց որ հիմա ավելի շատ սիրեն, որտեվ կերպարանն էս կերպարա, որ ինքը ուրախ է, տարբերվող է, հագուստը, կոշիկը, արտաքինը։ Շնորհակալ եմ շատ։ Ու շնորհակալ եմ Արայք Գավազյանին կերպարը ստեղծելու համար։ Ես մասնավորապես ձեր տաբատը հավանեցի, շատ գունագեղ եւ նույնիսկ կարելի է գրել Առօրյայում։ այո։ Մերսի։ Իսկ ունեք ոգեշնչման աղբյուր կրկեսային արվեստում, եթե այո, ով է նա։ Փոքր ժամանակ միշտ այտենց որ գնում էի կրկես, ինձ թվում էր որ կրկեսի դերասանները, այդ աշխատողները, ելույթ ունեցողները ինձ թվում էր որ իրանք հենց այդ կերպարով են առավոտ լույսը բացվում, այտենց են քնում, արտանում, ինչ որ sense առօրյայում այտենց էր։ Իմ մեջ այտենց էր տպավորված փոքր ժամանակ, բայց որ հետո եկա կրկես, ես սկզբից ուզում էի դառնալ ձեռնածու ժանգլյոր։ Հետո որ այտենց անես դասավորվեց, որ սկսեցի արդեն ծաղրածուի կերպարներ գրել, ոնց որ երկուսը միացրեցի իրար, ու Լեոնիդ Ենգիբարյանի համարների մեջ էլ կա ձեռնածուական ու ծաղրածուական այդ հնարքները, ոնց որ ավելի շատ որ գալիս էի, ինչը փորձս նստում էի բանաթորներին, դες որ զալը մարդ չկար դալիճում, որ նայում էի Ենգիբարյանի նկարին, ոնց որ ինքը ոնց որ sense ինձ շունչ տար, ոնց որ sense ես ուզենայի ձգտեի, շատ պարապեի, որպեսզի ես էլ դառնայի ճանաչված, ինչ որ սիրված։ Ենգիբարյանն է եղել մոտիվացիայի աղբյուրը, միշտ ձգտումը։ Այո։ Հրաշալի։ Երբ մարդիկ ձեզ փողոցում տեսնում են առանց դիմակի, արդյոք ճանաչում են։ Լավ հարց տվեցիք։ Որ ասեմ, այտենց միշտ ամեն տնից դուրս գալուց ճանաչում ենք խափեմ, բայց այտենց լինում են դեպքեր, շատ շուշուտ չէ, բայց լինում են դեպքեր, որ ճանաչում են, բարևում են, այտենց իմ համար էլ է մի քիչ անսովոր։ Բայց ճանաչեցի։ Դե միշտ որ կերպարով եմ, ինձ այտենց չեն ճանաչում, բայց այն ժամանակ մի հատ բան է, կրկեսում մի հատ պրոյեկտ կար, աստղերի կրկեսում, այդ պրոյեկտին, որ գալիս են նկարանման ժամանակ, բան sense չէ, այս կերպարով չէ, սովորական է, որ պարապում ենք աստղերի հետ փորձեր ենք անում, այդ ժամանակ որ արդեն իմ դեմքը նկարում էին ու ցույց էին տալի, այտենց ոնց որ դրանից հետո ոնց որ ավելի շատ ինձ ճանաչեցին, իմացան էլի, որ այս կերպարը նաև գրում է այս կերպարը ծաղրածուի։ Այո, լինում են դեպքեր, ու իմ համար էլ է շատ հաճելի, երբ որ դրսում ճանաչում են ինձ առանց կերպար, առանց իմ կերպարի մեջ, այո, լինում է նկարվում են, որ ասում են երեխային ցույց կտանք, կուրախանա որ ծառացու մաքս տա։ Սովորաբար դուք եք ժպիտ պարգևում եւ ծիծաղեցնում մարդկանց, բայց օրինակ եթե դուք տխուր եք, ով է ստիպում ձեզ ժպտալ։ Հիմնականում որ աշխատանքը որ վերջացնում եմ, չգիտեմ, այդ էմոցիաները որ տալիս եմ մարդկանց, ես աշխատում եմ էներգիայով եմ աշխատում, փորձում եմ իմ հնարավորինս տամ, որովհետև ամեն իմ ելույթից հետո ինձ թվում է որ կարող է լինի այս իմ վերջի ելույթը, այտենց եմ ես աշխատում, ամեն իմ աշխատելուց։ Ու այդ աշխատանքից հետո այդ տխրությունը մի քիչ գալիս է իմ մեջ։ Չգիտեմ, անկախ ինձանից անեն չի, ես այտենց իմ միտումնավոր ինչ որ sense տխրում եմ կամ բան։ Sense հա գործետով մի քիչ էլ երևի հոգնած բան, այդ տխրությունը ճիշտ է, միշտ լինում է ու մարդիկ որ տեսնում են ինձ հարցնում ինչ է, բան է եղել։ Ինչ է, ոչ բան չի եղել, ինչ ես տխուր։ Տխուր չեմ, հեսա կանցնի, նորմալ է։ Ու իսկ այդ ժպիտ պարգևելը, այտենց կոնկրետ, որ ասեմ, հենց կոնկրետ ինչ որ մի հոգի կա կամ երկու հոգի կա, մարդ կա, որ ինքը ինձ միշտ ուրախացնում է կամ բան, չէ։ Այտենց իմ առօրյա իմ ընկերները, իմ գործընկերները, որտեղ որ աշխատում եմ իրանք, որ այտենց ինչ որ առօրյա իմ ընկերները կարող են ինձ ուրախացնել։ Իսկ շատ է լինում, որ ընկերներով հավաքվում եք կամ հարազատներով, տենց բարեկամներով, մեծ առիթ է լինում, մաքս մի բան արա էլի, մաքս մի բան արա էլի, դե լավ էլի մաքս դեպի են, չէ։ Դե հա, լինում է։ բարի էլի դե լավ բարի։ Դե կարող է այնպես ստացվի, որ ես գիտեմ, որ արդեն պետք է ասեն, ես ինչ որ մի բան փորձեմ անեմ կամ ինչ որ։ Դա մի բան անեմ, մի բան անեմ։ Մինչև մենք արդեն ընկերացել ենք, շատ շուտով մենք էլ ձեզ պետք է խնդրենք, որ մի բան անենք, դրա համար հող էի պատրաստում, էլի։ Այո, օրինակ հետաքրքիր է, ո՞րն է ամենաստացված հնարքը, որ միշտ, չգիտեմ, խաղացանկում կա։ Ստացված հնարքը հիմնականում լինում է այն, որ իրանք նայում են քո համար է ինչը որ դու ցույց ես տալի, իրանք գիտեն, որ դա տենց էլ պետքա լինի, հետո ընթացքում մի հատ այնպեսի անսպասելի բան է ստացվում, ինչ որ զվարճալի, իրանք դրանից ուրախանում են, ոնց որ ինքը հիմնական անակնկալ։ Հա, անակնկալը դա լինի, էլի, անսպասելի ինչ որ բան է լինում, այդ է։
լինում, այդ է ուրախացնում։ Ամեն անգամ տարբեր է, բայց անսպասելին, թե Չէ, ամեն անգամ մարդիկ են տարբեր ու ամեն տարբեր մարդկանց հետ ոնց որ տարբեր լինի այդ էմոցիաները, այդ ամեն ինչը։ նույն ձև չի կրկնվում Հա, նույն ձևը չի կրկնվում, այո։ Լավ, մենք ընկերացանք, չէ՞։ Մակ մենք ընկերացանք, Այո, ես զուստամ ինչ-որ խնդրում եմ պիվա որ նորից մեծ ցույց տաս, եթե կարելի է։ Սիրո։ Ճամպրուկը, հրաշալի ճամպրուկ։ Երկու, երեք։ Գլուխը ստուգվում է։ 4 Wow Օղացները եկան Անակնկալներ, այս են անակնկալներ, որ պատենք Լավ է ծովը Շատ շնորհակալություն Ես ձեր համար ունեմ անակնկալ, փուչիկներ։ Կարևոր բոլոր երեխաները նաև ինչու ոչ մեծերը, Ես շատ եմ սիրում։ սիրում են փուչիկները, այո։ Այս փուչիկներից մի փոքր։ Վերն է։ Ես չգիտեմ, մեծ երեխան դու ես, Ես քեզ այսօր չեմ համբուրի, այո Օրինակ ինձ հետաքրքիր է, այս մի փուչիկի արժեքը կարծում 100 դրամ կլինի, չէ՞։ Ինչու են մարդիկ դիմում միջամտությունների։ Միջամտության 100 դրամով կարելի է ունենալ ինչ-որ ուզում ես։ Վայ, շնորհակալություն, թույլս է։ Սեն շուրթերը։ Ինչ արագ եք անում։ Բա որ պայթ, օ, ես էլ ունեմ թուր։ Թույլ։ Սկսեցինք։ Դե խփիտ որ բանամ։ Չէ։ Հա, Դու պետք է սպանեսին։ տեսել ես դրամատիկ ֆիլմերում։ Վացենք, դանդաղացը։ Վայ դա, թույլս են դամերոտ, է։ Ահա։ Շունիկ։ Վայ, շունիկից։ Գնաս ինչ ֆիլմը հիշեցի, դիմակը հիշեցի։ Ջիմ Քերին եմ որ պատրաստում է ու չի ստացվում։ Այս շունիկը ես կարող եմ տանել իմ շունիկին։ Փուչիկով է պատրաստում, իսկ թվում է հրացան է պատրաստում։ Չէ, ծաղիկ Այդ փուչիկները ոնց չեն պայթում։ Կախարդական։ Շնորհակալ եմ։ Ես շունիկ, դու ծաղիկ։ Թուր։ Մաքս, շատ շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ հյուրընկալելու համար։ Շունիկից դրեմ ստեղ, չընկնես շունիկ։ Այսպես կանա որ չընկնի, ահա։ Եվ այս թրով եւ գեղեցիկ ծաղիկով մենք Մաքսին ուզում ենք ասենք շատ շնորհակալություն։ Անկեղծ մանկություն ես հիշեցու, ինչ լավ էր։ Մենք շարժվում ենք առաջ, հա, դեմ չէ։ Մեզ կներեք ուղղակի մենք շատ ենք տարվել մեր խաղալիքներով եւ մանկության գիտ ենք ընկել։ Իդեպ ձեզ էլ եմ ասում, շատ դրական լիցքեր ենք ստանում այս ամեն ինչից։ Օգտագործեք այսօրվա հնարավորությունները եւ դուք էլ մանկության գիտ ընկեք այս հրաշքաներով կամ Մաքսի շնորհիվ։ Շնորհակալություն Մաքս, լավ օրվա շարունակություն ենք մաղթում ձեզ, իսկ մենք շարժվենք առաջ։